Ներսիսյան, ինչպես եք մեկնաբանում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, գիտեք, որ նա չի թաքցնում իր հավակնությունները, Սևանա լիճը, գիտեք, որ ադրբեջանական անունով է անվանել, խոսել է նաև իրենց ձևակերպումով, իրենց պատմական հայրենիք վերադառնալու մասին, նա թերևս շարունակում է առաջ տանել արևմտյան Ադրբեջան եզրույթը, ինչպես եք մեկնաբանում այս հայտարարությունները եւ տեսնում ենք, որ այս ամենի ֆոնին Հայաստանից պաշտոնական մասով որևէ արձագանք չկա այդ հայտարարություններին, սա ինչի մասին է խոսում։ Կարծում եմ, որ մեկնաբանությունների ժամանակը շուտ անցել է, իրականությունը ավելի քան հստակ է, երբ որ ուրացվում էր Արցախը, երբ որ ուրացվում էր Հայաստանի սուվերեն տարածքի մասերը եւ Ջերմուկում, եւ Տավուշում, եւ մնացած հատվածներում ինչ-որ քարտեզներ մեջ բերելով տոտալ կերպով ուրացվում էր, բերելու էր այս հանգրվանի կամ սա էլ հանգրվան չէ, միջակայք է, այնպես որ եթե որևէ մեկը այն մոլորության մեջ էր, որ ինչ-որ բան զիջելով մենք կարող է ստանանք ժամանակավոր խաղաղություն, ապա միանգամից պետք է հասկանա, որ նույնիսկ ժամանակավոր խաղաղություն չենք ստանա։ Սա ներկա իշխանությունը զավթածների քաղաքականության հետևողական, պետք է շեշտեմ, հետևողական քաղաքականության հետևանքներ, որովհետև երբ որ իրենք սպանում էին երրորդ հանրապետությունը եւ երրորդ հանրապետության ամբողջ արժեքային համակարգը, որի հիման վրա կարողանային հռչակել այսպես կոչված չորրորդ հանրապետություն։ Իսկ չորրորդ հանրապետությունը բազմից ենք մենք ասել, դա Արևմտյան Ադրբեջան քաղաքական պրոյեկտ է, որի սպասարկմանը ամբողջ շտապով լցված է այսօր, չեմ էլ ուզում այդ կուսակցության եւ նրա սպասարկողների անունները տալ, լցված է այսօր Հայաստանում իշխանությունը զավթածները։ Բոլորը պետք է հասկանան, երբ որ հայտարարվում է չորրորդ հանրապետություն, երբ որ հայտարարվում է երրորդ հանրապետության այլևս չկոյության մասին, որովհետև երրորդ հանրապետության արժեքային հենքերը ու հիմնասյունը Արցախը ամբողջությամբ ուրացված է եւ հաջորդ ոտնձգությունը արդեն հռչակագրին է, ապա մենք պետք է հասկանանք, որ սպասարկվում է Արևմտյան Ադրբեջան քաղաքական պրոյեկտ։ Իհարկե Արևմտյան Ադրբեջան քաղաքական պրոյեկտը ինքը առանձին հատված չէ, ինքը ընդանուր բաբելոնյան աշտարակաշինության ժամանակակից մի փոքր ծրագիրն է, բայց մենք լցված ենք այս գործին, հայ հասարակությունը եւ իրեն պարակտում է ինչ որ կենցաղային խնդիրների կամ կենցաղային օրակարգերի համար։ Խնդիրը շատ ավելի մեծ է, շատ ավելի բարդ է։ Իսկ այդ բարդությունը կայանում է հետևյալում. կամ մենք դեր ենք կանգնում մեր քաղաքակրթական ինքնությանը, որպես հայքի զավակներ եւ շարժվում հերթական Բաբելոնի աշտարակաշինության քանդմանը, կամ դառնում ենք հլու հնազանդ ծառաներ այս ամենին, այդ թվում նաեւ Արևմտյան Ադրբեջանում։ Երբեք Արևմտյան Ադրբեջանի եզրույթից կամ այլ եզրույթներից ադրբեջանցիները չեն հրաժարվելու, որովհետև դրա հնարավորությունը մենք ենք տվել, երբ ուրանում ենք մեր սեփական արժեքները։ Պարոն Ներսիսյան, նաև խոսք է գնում ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, բայց այստեղ ոչ մի խոսք չի գնում արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին։ Սա ինչի մասին է խոսում։ Նույն տրամաբանության մեջ է Արևմտյան Ադրբեջան պրոյեկտը, ինքը ենթադրում է, որ տարածաշրջանում Հայաստան պետք է կան ադրբեջանցիները անարգել կերպով 300,000, գուցե ավելի շատ, գուցե արդեն տնտեսապես այս խնդիրը սպասարկվում է շինարարությամբ եւ այլն, եւ մռայլ հեռանկարը ցույց է տալիս, որ հենց հայ ոստիկանն է ապահովելու ադրբեջանցիների իրավունքը բուն Հայաստանում փախստականների։ Սա ակնհայտ սցենար է, իմիջիայլոց պետք է ուղղակի ասեմ, որ սա չեն թաքցնում ոչ ադրբեջանցիները, ոչ էլ ներկա իշխանության վրա գտնվող գոյերը։ Իրենք բացահայտ ցինիկաբար հայտարարում են, որ սա է ապական։ Ուժ ունեք, կարողացեք փոխել, չունեք ուժ,
իսկ քանի որ հասարակության մեծամասնությունը այս ընդանուր վախի մթնոլորտում է գտնվում, իրենք վստահ են, որ այդ ազգային դիմադրությունը, ազգային իմունիտետը չի կարող արձագանքել։ Դրա համար ցինիկաբար հայտարարում են, սա է հեռանկարը, Արևմտյան Ադրբեջանն է հեռանկարը, որը պայմանականորեն ինչ-որ գեղեցիկ ձևակերպմամբ 4-րդ հանրապետություն են ասում, որի գաղափարական հենքը իբր գաղափարական հենքը իրական Հայաստան անարժեքությունն է, սպառող տեսակի։ Իրենք ասում են, որ սա է հեռանկարը եւ դուք համակերպվեք սրա հետ։ Հիմա խնդիրը մնում է պատասխանը մեզանից է կախված, ազգային ինքնությունը չկործրած, քաղաքակրթական առաքելության գիտակցումը չկործրած հատվածից կարողանան դիմակայել այս արհավիրքին, անարժեք քաոսին, թե չէ։ Պարոն Ներսիսյան, այս իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության օրակարգի մասին։ Արդյոք Ալիևը այս իր հայտարարություններով, այս չփոփոխվող ռետորաբանությամբ չի կասեցնում այդ խաղաղության գործընթացը եւ ի վերջո միակողմանի զիջումներով բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ հասնել խաղաղության։ Մենք տեսանք, որ ուրացում է սկսվել Արարատ-Սարի հանդեպ, շուտով նաև ցեղասպանությունից կարող են հրաժարվել։ Ինչքան կարելի է շարունակվի զիջումները։ Դուք ձեր հարցի մեջ արդեն պատասխանը փաստեցիք, որ խաղաղությունները երբեք չեն մուրում, առավել եւս այն համակարգից, պարազիտային համակարգից, որը բարբերաբար պերմանենտ ցեղասպանել է քեզ։ Եվ 18-րդ տարում, եւ 19-րդ տարում, եւ 20-րդ տարում, եւ 21-րդ տարում։ Հետևաբար խաղաղություն չեն կարող մուրալ։ Խաղաղության օրակարգը բոլորը հասկանում են, դա ֆիկցիա է եւ ամենամեծ հաշվով այն ինչ որ ցուցադրվում է, դա նախընտրական ինչ որ էլեմենտ է։ Այլ բան իրեն չի էլ ենթադրում, բոլորն են հասկանում, բովացող աշխարհում ինչ որ խաղաղություն մուրալ ու ստանալ, դա հասկանում ենք, որ ճոր ժամանակի խնդիր է քաղաքական կոնկրետ հաշվարկներից ելնելով։ Իրական խաղաղություն չենք ստանալու ու չենք ստանալու երբեք։ Սա բոլորը պետք է հասկանան։ Անհրաժեշտ է, որ այդ խաղաղությունը, որը որպես խայծ դրված է եւ փաթեթավորում է մեր ազգային վախերը, կարողանանք այդ վախերը հաղթահարել եւ իրական ազատությունը գտնել։ Այնպես որ բանաձևումը շատ հստակ է։ Այդ կեղծ օրակարգերով խաղաղություն, բարեկամություն, հանդուրժողականություն եւ այլն, դա հասկանում ենք, որ անհնար է ստանալ, իսկ անհնարինությունը ոչ միայն ադրբեջանցիների ներկա հայտարարություններով է պայմանավորված, այլ ընդհանրապես իրենց բնույթով։ Մենք պետք է կանգնենք մեր արժեքների տեր կանգնենք եւ դուք եթե շեշտում եք որ ցեղասպանությունն են ուրանալու, իհարկե ուրանալու են ամեն ինչ եւ ցեղասպանության խնդիրը ինքը պատմական արտարության տիրույթում է գտնվում, ինքնանպատակ չէ, ամբողջ մեր պատմական արտարության պահանջն են ուրանում, դրանպես մեր ինքնությունն են ուրանում, եթե մենք լինենք մեր ինքնության մատրիցայում, որևէ մեկը չի համարձակվի ինչ-որ բան ուրանալ, էս է։ Փաշինյանն ասում է դեռ պիտի հասկանանք ինչ է կատարվել։ Փաշինյանը չեմ էլ ուզում ուղղակի անունը ձևակերպել, բայց հասկանում ենք, որ տոտալ ուրացման, հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ, այնպես չէ, որ այս իշխանությունն էլ իրենք է պահում, բարձր որ հստակ սցենար կա Հայաստանում կոնկրետ գործընթացներ իրականացնելու։ Այնպես որ այս դրածոները, որոնք առավել համապատասխանում են անարժեքությանը, առավել համապատասխանում են դավաճանության այդ կերպարին, իրենց մեջ խտացրել են ազգային բոլոր արատները, որը ցավալիորեն մեր ազգի որոշ շերտեր, մեր հասարակության որոշ շերտեր ուներ։ Իրենք խտացնելով այդ ամբողջը իրականացնում են։ Այնպես որ բայց միշտ պետք է հիշեմ, որ պատմությունը ունի հստակ դասեր, որը երբեք չի կարող փոխվել։ Միշտ այն գործիքները, որոնք օգտագործվում են, հենց օգտագործողի կողմից են պատմության աղբանոց նետվում։
Այնպես որ ժամանակավոր իսկ այս թանձր ապարժեք մշուշը մի օր ծրվելու է Աստծո լույսով։ Այնպես որ նորից մենք վերադառնալու ենք եւ այն մակաբույսները, որոնք այս անարժեք կոյուղա ջրի մեջ իրենց լավ են զգում, տարածելով կարշահոտություն, իրենք իջնելու են սոցիալական այն ամենացածր հատակը, իրենց իրական տեղը, որպեսզի չկարողանան երբեք ազգային, հասարակական զարտոնքը, արարումը այսպես ապականել։